Բարև սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Ձեզի հետ ենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները երեք եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացայնեն կսփռվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայնի թիմադեդրի էջերեն։ Այսօր կգտնվենք Սուրբ Հակոբ եկեղեցվո մեջ։ Լիբանանի թեմի կաթողիկոսական փոխանորդ Եփրեմ Զայրակույն վարդապետ Դոհմանի օրով հետակային Եփրեմ arczepiskopos 1927-ին Էշրեֆիեի ներկա Սուրբ Հակոբ եկեղեցվո հողաշերտին դեղ գառուցվեցավ Թիթեղաշեն Դախտագաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1932-ին գառուցվեցավ Դախտագաշեն եկեղեցիմը։ 1953-ին Էշրեֆիեի թաղի ասկայիններու եւ թաղականության ջիքերով եւ աշխատանքներով Փերուզ Աբաջյանի նվիրատվությամբ Թիթեղաշեն եկեղեցին քանդվեցավ եւ հիմնարկեքը կատարվեցավ նոր եկեղեցվո Սերամ Խորեն arczepiskopos Փարոյանի։ Հայ ջարդարաբեդ Լևոն Էմմյանի ըսկողությամբ ու ցուցմունքներով եկեղեցվո շինարարական աշխատանքները տևեցին 2 տարի։ 1955-ին թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Փարոյանի ցերամբ կատարվեցավ հանդիսավոր օձումը Սուրբ Հակոբ եկեղեցվո։ Մեր առաջին զրուցակիցն է Սուրբ Հակոբ եկեղեցվո հոգևոր հովիվ արժանաշնորհ Տեր Սիմեոն Քահանա Ղարաբեդյան։ Առաջին հերթին խոսենք եկեղեցվո ներկա իրավիճակի մասին։ Գիտենք, որ շրջանի մեջ հայության թիվը նվազած է։ Հետևաբար այս ուղղությամբ ինչ աշխատանք կդանիք։ Նախ բարի եկած եք Սուրբ Հակոբ եկեղեցի, ծեր եկեղեցին, ինչ կվերապերի, ինչպես դուք ըսիք արդեն շրջանը փապական թիվով բացած է, որպես ծխայիններ, դժբախտաբար մենք մեր աշխատանքները հաջող ավարտին կմնա անոր համար, որ մեր ծխայինները արդեն շրջանեն դուրս են։ Մեր շրջանի մեջ բնակիչները ընդհանրապես ծնողներն են, որոնց զավակները շրջանեն դուրս ելած են։ Եվ երբ կայցելեն իրենց ծնողները, եկեղեցի գուքան, իրենց ծնողների հետ միասին արիտներով։ Եկեղեցին ժողովուրդն է, հավատացյալներն է։ Եվ ինչպես մայրերը դունը գեցած են, իրենց դուներու մեջն են, իրենց զավակները դուրս են, նույնպես այս եկեղեցին դարիներ շարունակ, դասյամնակներ շարունակ որդիներ տված է։ Մենք որպես հայ արաքելական եկեղեցվո զավակներ կհավատանք եւ ընդունած ենք, թե հայ արաքելական եկեղեցին մայրն է մեր, ուր Սուրբ Ավազանեն ծնունդ կուտա, վերածնունդ կուտա, ճուրեն եւ հոգիեն վերածնունդ կուտա հավատացյալ ժողովրդին եւ կդառնա մայրը։ Ուրեմն մեր սպասած փափակն է, որ հավատացյալներ այս շրջաններեն կամ եթե դուրս ճամփորդած են եւ կվերաթարան իրենց ծնողները այցելելու, չմոռնան նաեւ այցելել իրենց հոգեվոր ծննդավայրը Սուրբ Հակոբ եկեղեցին։ Մեր հավատացյալներ, որոնք դուրս են, մենք արիտներով կտեսնենք զենք եւ հրավերներով գուքան շատ շնորհակալ ենք, որ կընթարաչեն, բայց մեկ բան կուզենք հիշեցնել, թե հոս իրենց ծննդավայրն է, հոս Սուրբ Հակոբ եկեղեցին իրենց մայրն է։ Չմոռնան մեր եկեղեցին եւ իրենց ներկայությունը մեզ համար ուրախություն է, մեզ համար քաչալերանք է, որ առավել մենք Սուրբ Հակոբ եկեղեցվո մեջ մեր աշխատանքները ընդլայնենք եւ մեր ծառայության աշխատանքը առավել չափով դանենք։ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկվանդոներու արիտով դնորհնեկը կդարվի։ Որքանով կարեւոր է այս դնորհնեկը կգարձեք։ Դնորհներքը մեր ավանդույթներեն ամենագին հիմնական եւ օրհնյալ արիտն է, որ քահանան նվազագույն քոնե դարին 2 անգամ այցել է իր ծխայինները, դեսնե իրենց վիճակը ծխայիններուն եւ մոդեն հետաքրքրվի ծխայինը ջանչնազինք ծանոթանա իր ծխադեր քահանային, հավանաբար ընտանեկան այդպիսի թեփքեր կամ դժվարություններ ունին, որ չի գնար հրաբարակել, եւ քահանային հետ առանցին մդերմիկ կլա քահանային հետ խորհրդակցիր եւ Եվ նույնադեն Աստծո օրհնությունը, Աստծո մեզի դրված առաքելության մեջ բաժին կգազմե, ինչպես Հիսուս իր աշակերտները ղրգեց, որպես երթան եւ թուրերը ծառնեն, մտնեն եւ օրհնություն տան, մենք այդ առաքելությունը ունենք, որ պետք է երթանք անպայման մեր ծխայները այցելենք եւ իրենց տուները օրհնենք։ Հիմա ներկայիս
քիչ մը փոխված է ցևը ձխայինը ինքը պետք է որ հետաքրքրվի քահանային հրավիրե եւ կամ քահանան եթե երբեք ծանոթ է շատ մոդիգություն ունի ինքը արդեն սովորական այցելությունները ամեն մեկ այցելություն դունորտներ կի արդեն պայման չէ զադիկ կամ ծնունդ լալը դունորտներ լա ամեն օր երբ կայցելեք քահանան օրտնություն է Մեր հաջորդ զրուցակիցն է Սուրբ Հակոբ եկեղեցվո Թագանության ադենաբեդ բարոն Հակոբ Էկմեկյան Թագան խորհուրդները եկեղեցիներու վարչական աշխատանքները համակարգողներն են Իբրև Սուրբ Հակոբ եկեղեցվո Թագանություն ինչ աշխատանքներ կկատարեք Նախ բարի եկացեք Սուրբ Հակոբ եկեղեցի մենք մեր Թագանության ընդդության ամիջապես մենք մեր կարամյա ծրագիրը ենք աշխատանքի որում մեջ կար ընդհանրապես եւ շինարարական աշխարհային նորոգություններ կար որ պետք է լրգրնամ ասել որ 3 տարվա մեջ 70% արդեն ըրած ենք աշխատանքային մեր ծրագիրը Նևադոր հեման վրա աշխատենք Թագանությունը շատ բան է մտահոգ է որ մեր շրջանի բնակչության նոսրացումը բացած են So մենք ստեղծած ենք մեր նախկին ձխայիններն որոնք զալայ են կամ նույնիսկ արդերգիր գավի մեջ ենք եւ միշտ մեր WhatsApp-ի միջոցով մեր հայտարարությունները գուղարկենք որովհետեւ եկեղեցի կան մենք ծրագրի մեջ որոշած ենք ամեն տարի նախկին ննջեցյալ ձխայիններուն օկյանքից կնենք որովհետեւ իրենց զավակները հոսքան գաբի մեջ մնան ասելով միշտ ինվոլվել են ռինգ խորտաժողով որովհետեւ անցուստ 30-40 հոգի էին, որոնց մեր առաջարկներ արինք, որպես իրենք ալ ինվոլվել են եկեղեցու աշխատանքներուն, որպես գաբը ավելի ստեղծվի։ Մեր ծրագրի մեջ կար դարիներու ծառայություն ունեցողներու հուշանվեր դար, քննադանք երեկո կազմակերպեցինք տղամին 3 ամիս առաջ։ Որոնք շատ այսինքն ասել որ ես իրենց մա ավելի ուրախ էի, որովհետև իսկապես հոգեգան ուրախություն էր իրենց համար։ Մեր աշխատանքը նաև միայն այս ձիրեններ չէր։ Մենք հաջող գացել ենք շրջաններում մեր մարմինի հետ եւ շրջաններում քույր միություններն հետ։ Մեր գաբը շատ սերտ եւ միշտ կգործակցենք իրար շրջանի բարօրության համար։ Գմնա եկեղեցիներ, ասին, թագանությունները ըստ ինձ թագանությունները եկեղեցին դուրեն դուրս է իրենց աշխատանքը, բայց երբեմն կփորձենք որ դերսալ աշխատանք տանել, որովհետև ճշմարտաբար մարդուժի բագաս ունենք, մանավանդ եկեղեցիներ Սարգսակ է, Տբրաստաս է եւ այլն ասան։ Ճշմարտաբար մեր Տբրաստասն պետք է ավելի զորանա, այս տարի Աստվածանը այդ գծով Տբարաբեդին աշխատանք պիտանենք որ ավելի զորանա։ Ուրիշ մասնավոր մենք ունենք նաև դիկնած հանձնախումբը, որ շատ աշխատանքի մեջ է, ինչպես նաև աղքատախնամը։ Աղքատախնամը քանի բարական ունի եւ ինչ ծավով օգտակար կդառնա իրենց։ Աղքատախնամը մոտավորապես 15 կամ 16 բարականներ են, որոնց մենք արդեն 2 կամ 3 Ռոստեան մահացան, բայց մեր հանձնախումբը աղքատախնամի դարեգան բազար գնեն, նյութական ապահովելու համար եւ ամսական դրությամբ իրենց թենթական եւ դուպերեն դալով իրենց օգտագործել ամսական դրությամբ եւ այցելություն դա։ Ասկանով մեր եկեղեցին գուզենք որ ավելի առաջ երթա, ինչպես մյուս եկեղեցիները, ճշմարտաբար մարդուժի բաղաս կա ամեն դեր, բայց գամքը դգարություն չի ճանչնար եւ մենք ասպարդականությունը ստանցած ենք, պիտի քալենք մեր գարոտյան սահմաններում մեջ։ Ինչպես որ ասի մեր գաբերը շրջանի մարմնին եւ քույրմիություններուն հետ սերտ են, միշտ գաբի մեջ ենք, միշտ կգործակցենք, այս արիտով պիտի ուզեմ ասել որ մեր ասկային երեսփոխանները շրջանի բարոն Հակոբ Լադոյանը եւ բարոն Ալեք Մուրադյանը միշտ նեցուկ են մեր եկեղեցու եւ թագանտան բոլոր աշխատանքներուն։ Այս արիտով թագանտանով գուզեմ շնորհակալություն անել առաջնորդարանի եւ վանացանի դնորոդյան, որ այս արիտը դվա որ մեր ժողովրդին ավելի մոդեն զանոթացնենք մեր եկեղեցու աշխատանքները։ Այժմ մեզի հետ է Սուրբ Հակոբ եկեղեցվո դիկնած հանձնախումբի ադենաբեդուի Դիգին Սիրակ Բաբիկյան։
Խոսենք եկեղեցվո դիկնանց անսախումպի կորձեոչան մասին։ Նախ բարև ձեզի, մենք դիկնած ուրեմն մեր գազմը 5 հոգի է պագանա, մենք մեր ասենք ամեն գիրագի Սուրբ Պատարագի ներկայություն ունենանք, ունենք եկեղեցին բայզարության համար միշտ կճանանք մեր գարին, մեր լավակույն ներու համար եկեղեցիներ, անշուշտական խորհրդի հետ միասին, գունենանք ծերնարկներ, միջինքի ծերնարկ, նախաջաշ, համբարձում գնենք մեր հոգևոր լսարանի դիգիններուն, ուրեմն բդույթ նույնիսկ գնենք և անդամներ կան, որ մեր գարիքավոր անդամները իրենք ծրիապար գտանենք, կուրախացնենք այդ անձերը, ունենք նաև ամեն չորեքշաբթի հոգևոր լսարան, որ մեր ետ դիգինները սրահ կիչնան և բզիկ հրասիրություն մգնենք, երբեմն նյութերու շուրջ տացախոսություն գլա, անիկա գոչեցինք մեր ծերներած դիգիններն ու օրորդները։ Ունենք նաև գարիքավոր ընտանիքներ, որոնց ամսական դրությամբ նպաստ կպաշտենք, մոտ 15 ընտանիք, և անոնց եթե պետք ունենան տեղորայքվոյ մեկ բան, մենք մեր սահմաններում մեջ շատ սիրով իրենց օգտագար գտարնանք։ Հիմա դրակրած ենք զվարթնոց այցելել։ Նախ ասեմ, որ մենք անցաշապատ այցելեցինք ձերանոց։ Ասվերջին երկու ամսվա մեջ դիկնացը և ուրիշ շրջանի մեջ դիգիններ, ուրեմն աշխատանք, բուրտի աշխատանք ունեցանք և աշխատեցանք շալեր մամիկներուն և բաբիկներուն և դերհոր հետ միասին այցելեցինք ձերանոց, անշուշտ հյուրասիրությամբ և շատ հաճելի է, շատ ուրախ էին բոլորը։ Շալեր, որ աշխատած էիք վզգաբերը, պաժնեցիք ձերերուն։ Բոլորը պաժնեցինք իրենց հյուրասիրությամբ, սենդվիչներ և այլն և շոկոլաներ, շատ ուրախ մթնոլորտ ստեղծվեցավ։ Ամառը այցելեցինք Տրշնոցբույն, հոնար հյուրասիրությամբ և խաղեր ըրինք բզիկներու հետ, նորեն մթնոլորտը շատ հաճելի էր։ Հիմա կմտածենք զվարթնոց երթալ։ Մեր սենյակը նորոգեցինք, մենք կճանանք եկեղեցին բայզարության համար աշխատիլ, մեր գարության սահմաններուն մեջ, կճանանք լավակույն անել, անշուշտ տագանության հետ միասին, կորձակցապար և դերհոր հետ միասին։ Այժմ մեզ հետ է շրջանի ասկայիններեն բարոն Հայկ Թաբակյանը։ Բարոն Հայկ վստահապար եկեղեցվո կապված հուշեր ունիք, լանանոնք ուրախ հիշադակներ կամ դխուր, կրնակ զանոնք մեզ հետ պաժնեկցիլ։ Այո, նախ շնորհակալ եմ, որ աս արիտը ընձայեցիք և վարձկերնիտ կադար աս ծերնարգին համար ասկային առաջնորդարանի և վանացայնի գողմե պատրաստված։ Այո, իպրև շրջանի ասկային ունիմ որոշ բաներ, առաջինը ադորետ գուզեմ սկսիլ նավանքիստի բայթումն էր, որ քեշ աստեց եկեղեցվո վրա և շրջանի հայության վրա, քեշ աստեց կսեմ, որովհետև մենք միշտ վարժված ենք եկեղեցի կմտնանք ամեն ինչ պայլուն կդեսնենք, բայց այդ ադեն, որ եկեղեցի մտանք, եկեղեցի մայր թուրը արդեն խորանին կովն էր, բատկերացուցեք ինչ կլա, սակայն շրջանի թաղական խորհրդի և ասկայիններու միացյալ ջիքերով շատ շուտ գարջ ժամանակ ետքը եկեղեցին դերակդավ իր բնական վիճակը և գործունեությունը շարունակվեցավ։ Ասի իպրև դխուր բան հիշադակն է։ Կալով ուրախին ուրախ չէ, բարձավես, որ գուզեմ սել որքան ժողովուրդը գապված է եկեղեցվո մեր շրջանի մեջ, օրինակը գուզեմ իմ ընտանիք ես տալ, իմ դղակս թուրսը գաշխադին, հետևապար ամեն դոներու գպորցեն լիպանանը լալ, որ միասնապար դոնենք, ամենադեն որ կան և նույթը լա, որ դղաս այսօր դնունդ է կամ զադիգ է եկեղեցի պիտի երթանք ուր գնախնդրես երթալ կիտես, որով ոս շեղողին գահարցնես։ Ամ երկուքը միշտ ասած են, որ մենք սուրպագով պիտի ելնենք, որովհետև մենք ադոր վարժված ենք մերն է։ Ասի լավ երևույթ է, որ այսօր երդասարդը այդ ծևով գմդած է և գուզե իր շրջանի եկեղեցին հաջախել։
Կալով երկրորդ կետը գա, գուզեմ ադի մատնանշել եւ հոստեղեն վարսկը գադարսել շրջանի թաղական խորհրդին, որ ամեն չանք կտապեն ժողովրդին եւ մեր ասկայիններուն հետ լալու հարադեվ գաբի մեջ են ամեն արիտի լավ կամ ոչ լավ արիտներու գապ կհաստատեն եւ ասեն ժողովուրդը գսկա որ գա թաղական խորհուրդը որ հետաքրքրված է իր ասկայիններով եւ իր գարելիության սահմաններում մեջ կփորձեն օգտագործել, այսինքն վարս կգադար Փոլորին իմաստնավորի տաղական խորհրդին։ Մեր հաջորդ զրուցակիցն է Սուրբագոպ եկեղեցու տվրաբեդ Ֆիլիպ Սարգսակ Ժինյան։ Առաջին հերթին խոսենք Տբրաստասի աշխատանքներու մասին, քանի անդամներ է փաղկացած է Տբրաստասը, փորձերը ինչպես կընտանան։ Ուրեմն մեր եկեղեցու Սուրբագոպ եկեղեցու Տբրաստասին մաս կգազմեն շուրջ 15-20 անդամներ, լանադոնք սարգավակներ, գիսասարգավակներ, տբիր տբրուհիներ։ Եվ մեր աշխատանքները ամբողջ տարվան ընթացքին գիրագի օրերը, դոնական օրերուն մեր մնայուն մասնակցությունը կբերենք եկեղեցական արարողություններուն, ժամերկություններուն, բադարակներուն, ինչպես նաև այլ արիտներ կստեղծենք, մանավանդ ընկերային արիտներ, որովհետեւ կովի քալով մեր հարաբերությունները առավել եւս զարգացնենք, ինչպես նաև նոր անդամներու, ասենք նոր անդամներ հավաքելով անոնքալ մաս կազմեն մեր Տբրաստասին եւ ինչու՞ չէ նաև մեր եկեղեցու ընդհանուր առաքելության։ Լավ խոսենք երդասարտներու մասնակցության կարևորության մասին, որքանով կարևոր կնկատեք Տբրաստասեն ներս ներառել երդասարտները եւ ինչ աշխատանք կդանիք այս ուղղությամբ, գիտեք, որ դեպի ներկայիս երդասարտությունը քիչ մը հերոյ է եկեղեցիներեն։ Հետեւաբար ինչ աշխատանք կդանիք, որբեսի զանոնք Պերեք դեպի եկեղեցի։ Այո, ինչպես գիտեք եւ բոլորիս ալ ցանոթ է մանավանդ Բեյրութին ավանկիստի բայթումենի հետ շրջանից մեջ երդասարտության թիվը, ինչպես նաեւ բնակչության թիվը նվազած է եւ երդասարտներ այս շրջանեն կացին, ջամփորդեցին, խախտեցին այլ վայրեր։ Եվ մենք աշխատանք կդանենք այլ շրջանները նաեւ երդասարտներ բերել այստեղ, որովհետեւ անոնք ալ ծառայության մասնակից դառնանք։ Եվ այստեղ ես կուզեմ հիշել մեր սիրելի վեհապար Հայրաբեդին Արամ առաջին Գաթողիկոսի խոսքը, որ գսե երդասարտությունը միայն աբական չէ, այլ ներկան է։ Եվ մենք այդ սկզբունքով, այդ խոսքով է որ գարաշնորհվենք, մանավանդ մենք երդասարտներս շատ կարևոր թեր ունենք մեր եկեղեցու կյանքի մեջ։ Առանց երդասարտության եկեղեցին գմերնի եւ գձերանա։ Եվ ես այստեղ կուզեմ գոչ ուղղել մեր բոլոր երդասարտուհիներուն, որովհետեւ քան դարբեր ծևերով, դարբեր միջոցներով ծառայեն եկեղեցու։ Միայն Տբրաստասի մաս կազմելով, սարգավակ լալով, միայն այդ չէ ծառայությունը։ Գրնանքալ ուրիշ բաներով ալ իրենց մասնակցությունը բերել։ Օրինակ, գրնանքալ գիրակնորիայի բարոնը լալ, օրիորդը լալ, գրնանքալ թաղականության օգտակար դառնալ կամ դիկնաց հանձնախումբին օգտակար գրնան դառնալ, աղքատախնամին աշխատանքներն օգտակար գրնան դառնալ։ Իրենց ծառայությունը եկեղեցին կանգուն կբահի։ Եվ ասի շատ կարևոր է ծառայություն երդասարտության երդասարտ ավելի երդասարտացն է եւ թիմացը քիչ մը դարեսներն առավել եւս կխանդավառվին տեսնելով որ նոր սերունդ մը գա այս աշխատանքը կդանի եւ մենք եկեղեցու ճագերտներու մեջ դինամոն երդասարտությունն է երդասարտներ սիրելի երդասարտներ գոչված է ծառայելու եւ միան ծառայելու Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Սուրբագոպ եկեղեցին ցեզ հետեին մարալը եւ լուսանգարիչ ավոն դարձյալ գահանտիպինք հարաճիգա շաբաթ գեսօր առած ժամը 10-ին ցտեսություն